այս ընտրությունները, ինչպես գիտեք, սովորական ընտրություններ չեն, ճակատագրական ընտրություններ են։ Ես նույնիսկ կհամարձակեի ասել, որ տեսակ մահարաքվե է, թե ինչպիսի Հայաստան մենք ընդհանրապես ուզում ենք ունենալ եւ կառուցել, որովհետեւ խնդրող արգան այսօր քաղաքական գուսակցությունները միան ծրագրերը չեն, մոտեցումները չեն, հորիզոնները չեն, այլ ինքնին ամբողջ մեր հայրենիքն է խնդրող արգա, հայկականությունն է մեր խնդրող արգա, մեր ազգային արժեքային համագարկն է խնդրող արգա, որ խաթարած է ներկա թրքամետ արևելում ունեցող իշխանությունները։ Հիմա ինչ կվերաբերի ընտրությունների ընթացքին եւ բնույթին, տեսեք, քաղաքական որոշ կուսակցություններ շատ հանգիստ, շատ դրամապանված եւ բանականությամբ հանդես են գալիս համայնքներու մեջ, գյուղերու մեջ, քաղաքներու մեջ, իրենց ծրագրերով, իրենց մոտեցումներով, բայց դժբախտաբար նորեն հայտնվեց հրապարակի վրա եւ վերադարձավ գլխավոր հեղինակը դերակատարը Խելգադագը, եթե թույլ կտաք ասելու Նիկոլ Փաշինյանը իր գրեհիկ ոճով ամբողջ այդ կարոզարշավի խորքը մշակույթը, քաղաքական մշակույթը տապալեց իր զրպարտություններով, փոխանակ մնացյալ գուսակցություններու նման իր ծրագրերը ներկայացնելու հասարակության մեջ օրակարգերը ծեծելու եւ ինչ որ եզրակացություններով հանգելու վստահ որ դուք հետեւած կլինեք, կրկնություն չեմ ուզեր անել, որովհետեւ ժամանակը չի մցխեմ անիմաստերը, բայց գրեհիկ ոճը, զրպարտությունները, սպառնալիքները չանցատարնամ, չեմ ուզում ժամանակը ցերխել, բայց հետաքրքիրը հետեւյալն է, որ ժողովրդավարության բաստիոն հասկացողությունը ուր մնաց։ Չէ՞ որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ բաստիոններ ժողովրդավարության ամբողջ հարավային Կովկասում իսկ կոզող վարչապետը իր կարոզարշավի ընթացքին ինչպես կգնա համարձակել եւ իրավապահ մարմինները չարցականքեն եւ չանցատարնան սպառնալիքներ, զրպարտություններ, հայրախարն ելույթներ, քաշքշուկ, վիրավորանք, անդանելի բան է։